Ինչով նախագիծը կարող է հետ կանչվել։ Նախագիծը ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում եւ մինչեւ բոլոր մտահոգությունները չփարատվեն նախագծի հետ կապված, նաեւ հանրային կարծիքը հաշվի առնում հանրային կարծիքը, նախագիծը դեռևս քննարկման փուլում կգտնվի։ Այս պայմանությամբ չեմ կարող ասել ինչ վարձահարություն կլինի առաջիկայում, բայց կարող եմ ասել, որ քննարկումները բովանդակային շարունակվելու են։ Այսինքն չեղարկման եղել, այսինքն Չէ, որևէ քվեարկում, որևէ բան չկա, ընդամենը զուտ գիտական բովանդակային քննարկում է նախագծի բոլոր կետերի եւ բոլոր կարգավորումների վերաբերյալ։ Այս ինչպիսին է, պարոն Խաչատրյան, հիմա ինչ է հետևելու այս նախագծին։ Քննարկելու ենք, հնարավորինս լավարկելու ենք, պետք է առավելագույնս այս նախագիծը լավարկվի։ Եվ եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրները արդեն լուծվում են եւ հանրային կոնսենսուսներ կա եւ այն բոլոր մտահոգությունները, որոնք հանրության մեջ եւ մեր գործընկերները ունեին, այդ մտահոգությունները փարատված կլինեն, արդեն նախագիծը կգնա իր ընդունման ճանապարհով։ Գումարի հետ է կապված դա է քննարկելու թե ընդհանուր։ Դե ընդհանուր այնտեղ կետեր կա, որ հա շատ նորմալ եւ անհրաժեշտ կետեր են, հիմնական տարընկալումները եւ բազմակարծությունը որ կա, այս գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված։ Այսինքն այդպիսի հարց չի քննարկվել, որ այս քննադատությունները, այս հանրային հնչեղությունը հաշվի առնելով նախագիծը շրջանառություն ամեն ինչ էլ քննարկման մեջ որևէ սահմանափակում մենք չունենք։ Կարող ենք քննարկել, որ նախագիծը գուցե ապագա չունի, դադարեցնենք քննարկումները, կարող ենք քննարկել, որ պետքա շուտ ընդունենք եւ հակառակը, բայց ասեմ հետեւյալը, խնդիրը կան իրավահարաբերություն, կան հասարակական հարաբերություններ, որոնք թերի կարգավորված են եւ դրանք հրատապ կարգավորման կարիք ունեն, որովհետեւ չկարգավորելու դեպքում մենք ազգային անվտանգության հետ կապված խնդիրները արդյունավետ չենք լուծում, այսինքն մեր բանակի զորահավաքային պրոցեսը մենք ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր ունենք, լուրջ, ու այս նախագիծը շատ կարեւոր է, բայց նախագծում հոդվածներ կան, նորմեր կան, որոնք տարընկալումների կարիք ունեն, արժեքային տարընկալումների խնդիր ունեն, պետք է ասեմ, որ եթե մաթեմատիկական հաշվարկով վերցնենք, այո, այս նախագիծը այս վիճակում ավելացնելու է մեր զորահավաքի ռեսուրսներն էլ, բանակի նյութական ռեսուրսներն էլ, դա ազդելու է պայմանագրայինների աշխատավարձի վրա դրական առումով, այս վիճակով նույնիսկ եթե ընդունվում, այդ բոլոր դրական էֆեկտները ինք ունի, բայց մենք ունենք նաև արժեքային ընկալման խնդիր, երբ որ ասում ենք փող քիչ ծառայություն, հա, դա արդեն մեր հանրությունը այստեղ շատ հակասական ընկալումներ է ունենում, ինչը բնական է եւ հասկանալի։ Պարոն Խաչատրյան, կարող ենք ասել, որ այս նստաշրջանում այս հարցը չի ընդգրկվելու։ Չեմ կարող վստահ ասել, դա կերևա հերթական դժվար լինի, դժվարություն կլինի, որ դա այդպես լինի, ուրեմն ինչ որ հրատապ ռեժիմով մի նիստ պետք է անենք, բայց այս պահի դրությամբ քննարկումները դեռևս շարունակվում են եւ կարծում եմ, որ մեր падգամավորներն էլ պետք է իրենց առաջարկությունները, պատկերացումները ներկայացնեն այդ նախագծի վերաբերյալ, այդ մեջից ընտրվի ամենադրականը, ամենաարդյունավետ կարգավորումները ներառենք նախագծի մեջ, հետո նորից քննարկենք։ Սա այնպիսի կարևոր նախագիծ է, որ ինչքան երկար քննարկենք, այնքան հաստատ ավելի արդյունքը դրական կլինի։ Կարելի է ասել նաև, որ միջև ընտրությունները չեք շտապի, որովհետև ինքը բավականին աղմկահարույց է եւ հասարակության կողմից կարող է ձեզ ի վնաս աշխատել։ Կարող է, այո, ի վնաս աշխատել ընտրական process-ներում, բայց առաջնահերթությունը մենք տալիս ենք ազգային անվտանգությանը եւ բանակի ռեսուրսների ավելացմանը։ Եթե մի բան անհրաժեշտ է մեր զինված ուժերին, արդեն մենք չենք նայի դա մեր ընտրական ինչ-որ process-ներին վնասելու է, թե չէ։ Նա ավելի գերակաշահ է, քան ընտրական process-ները։ Շնորհակալ եմ։